Եվ պետնախարարի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն գլխավոր դատախազին, դիմեն քննչական կոմիտեին, դիմեն ԱԱՑ-ին, որ տենան որտեղից են ընդունելությունը կազմակերպում մեր եւ նախագահի հետ միասին մտնենք որ կառույցը որ մեր հրավերը կընդունի, որտեղից որ այսինքն դիմողը լինելու է Արցախի ներկայացուցիչից են դիմելու, նախագահի անունից են դիմելու նամակով։ Պատասխանը ստանալուց հետո արդեն կհասկանանք, որ կառույցում հանդիպումը կլինի, ձևաչափը պատրաստված է, ներկայացրել ենք ընդհանուր բոլոր խնդիրները կապված որ ոլորտի հետ է կապված է թալանը, որ ոլորտի մասին է խոսքը, որտեղից այն ինչը որ հասարակ քաղաքացին, այն ինչը որ մենք գիտենք, որտեղից ով ինչ ինֆորմացիա տիրապետում է բոլորը ընդհանուր սարքած մի հատ պապկա ներկայացնելու ենք որ կառույցը որ մեզ ընդունի տվյալ կառույցին ու ընդհանրապես ուզում ենք որ բոլոր կառույցների հետ հանդիպումը լինի ու անպայման նախագահի հետ միասին։ Ինչ ձևաչափով եք Այսինքն ձևաչափը ես շեշտեցի լինելու է նախագահի եւ մեր նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ միասին գնալու ենք որ դատախազությունը կլինի, քննչական կոմիտեն կլինի, ԱԱՑ-ն կլինի, որը որ մեզ կընդունի գնալու Եթե չընդունի հետագայի մասին արդեն կտեղեկացնի։ Այս բանը չենք պատկերացնում, որ չեն ընդունի, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն օր խոսում է կոռուպցիայից, ամեն օր ասում է, որ դեմ են կոռուպցիային, այսինքն ես չեմ պատկերացնում, որ չեն ընդունի։ Ասացիա նախորդ անգամ ապրիլի 18-ին, երբ այստեղ հավաքվեցիք, ոչռական էիք տրամադրված եւ կոչ էիք անում, որ հանրային ճնշմամբ դա լինի, գնաք հավաքվեք դատախազության մոտ, Շահրամանյանի ներկայությամբ հանդիպում խնդրեք, հետ քայլ է արվել, այլևս դա ուժի մեջ չէ։ Չեք հանդիպում դատախազին։ Իհարկե, սպասեք հարցը բարձրացնել։ Իհարկե հետ քայլ ընդհանրապես գոյություն չունի, ընդհակառակը, որպեսզի ժողովուրդը իմանան ավելի վճռական է տրամադրված, այդ ինքը արդեն վճռական քայլ է, որ մենք նախագահի հետ միասին եթում ենք ընդդեմ։ Դրանից հետո, եթե մենք մեր նախաձեռնող խումբը կամ նախագահան որևիցե մի հատ հայտարարությունից արդեն դուք ժողովուրդը իմանալու է մեր վճռականության արդյունքը ինչի է հասել։ Նախագահի բարձրաբանումները, որ այսքան մի քանի ժամ քննարկեցիք, ձեզ բավարար է, որ հարցի պատասխան ստացաք։ Բարձրաբանումները մենակ կարանք բավարարվենք տվյալ կառույցների հանդիպումից հետո։ Իսկ հանդիպման մասով ինչ քայլեր են ձեռնարկում։ Հանդիպման մասով նախագահան շատ շուտ մի քանի օրվա ընթացքում, 2-3 օրվա ընթացքում նամակներով դիմելու է ԱԱՑ-ին, դիմելու է քննչական կոմիտեին, դիմելու է Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որպեսզի տենան ով երբին ժամանակահատվածում է պատրաստ ընդունի մեզ, լսի, ստանան մեզնից մեր տեղեկացված ինֆորմացիան փոխանցենք տվյալ կառույցներին, որպեսզի հետագա ընթացքի մասին արդեն պահանջը լինի իրանցից։ Դուք ինչ-որ ժամկետներ նշել եք։ Ինչ-որ ժամկետներ նշել եք այստեղ, մինչև երբ կարող են այդ նամակների պատասխաններին սպասել ձեր խումբը։ Պատասխանները պետք է փոխանցեն տվյալ կառույցները, բայց ներկայացնելը նշել ենք, որ 2-3 օրվա ընթացքում։ Իսկ կազմավորված 10 հոգանոց խումբը փոփոխական է լինելու, թե այսօր ինչ կազմով այստեղ էիք, այդքանով եք բանակցելու։ Ինչու այստեղ չէր այսօր։ Կոնկրետ Արտուր Օսիպյանը այստեղ չի, որովհետև ծնողի հետ առողջական խնդիր կա, լուրջ հարց կա, որ այդ հարցերով այս պահին ինքը, ինչը վերաբերում Արտուր Օսիպյանի մասով, ստե բոլորն էլ արտահայտվել են Արտուր Օսիպյանի կարծիքին համահունչ, որովհետև տվյալ մարդուն ես հանրային ձևով հայտարարում, անձամբ ես եմ զանգել Արտուր Օսիպյանին, խնդրել, որպեսզի գա եւ մեր հետ մասնակցի այս հարցը։ Իսկ ներողություն ապրիլի, իսկ ձևավորված Բեգլարյանի հետ նույն դատախազության մոտ ակցիաներ անում եք, դրանից հետո ապրիլի 18-ին հայտարարեցիք, որ անարդյունավետ եք, որովհետև պարզվել է, որ թալանչիների հետ թալանի դեմ էիք պայքարում։ Հիմա այդ հայտարարությունը ձեր ուժի մեջ է թե չէ եւ հետ այսու, եթե հանդիպումներ այդպես լինեն, կարող է նորից նույն եզրահանգման գալ։ Միանշանակ ես այն կարծիքին եմ, որ թալանչոյ պետք չի գնալ թալանի հետևից, նու սենց ասեմ, այսինքն պետք չի ինչքանով չի պետք, ինքը պետք չի որ դե առաջի դեմքով հանդես գա, ինքը կարա գանդե, այնքան սպասի մինչև իրան ընդեից բռնեն տանեն արդեն, թալանի համար պատասխան պահանջի, տվյալ նշված անձը, Բեգլարյան Արտակ։
Թալանչիները ինքն այսքան դրա Հարց է ստորել, թող մյուս լարագրողներն էլ հարց են։ Ես եմ որոշում, ես ոնց եմ, մենք մեր Բայց ուզում եմ մի հատ հարցելիք էլի։ դուք եք ուզում որ մենք հարց տանք, դե ոնց։ Չէ, դա ընդունված է, կարող է հարց Հարց կարելի է հարցի պատասխան։ Ասեք, Թալանչիները ովքեր են։ Ալանչիները, հա։ Հայտարարել եմ ստեյ։ Այս դռների հետևից հայտարարել եմ։ Ժողովուրդը բայց անուններ է ուզում լսել։ Իվարկյան պատասխանում եմ։ Ով Արցախից։ Այսինքն խոսում է ներդրումային հիմնադրամի, խոսում է քաղաքաշինության նախարարության, խոսում է գյուղնախարարության, բոլոր ոլորտների մասին խոսում է գյուղաճակցության հիմնադրամի։ Այսինքն այդ բոլոր կառույցներից վերցրածը ինչը որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն նայեք, խնդիր կա, մեծ խնդիր ունենք, որի մասին չենք խոսում, չենք քննարկում։ Պատճառը որն է, որ դրա մասին չենք քննարկում։ Նայեք, մենք ստե որտեղ որ էթում ենք, ինչ հարցով որ էթում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրում, ասում մեր ժողովուրդը հայտնվում է սոցիալապես վատ իրավիճակում։ Խնդրում ենք մի ձեր տեր կայնեք, մենք այդ նույն ձեր ազգակիցն ենք, այդ նույն հայն ենք, այդ նույն կապույտ ազնագիր կրողն ենք։ Ու բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության թե սոցիալապես, թե անվտանգային առումով երաշխավոր։ Այսինքն մենք որ էթում ենք ընդ մեկ էլ տենում ես տակը, ասենք տվյալ թեկուզ դու քո իսկ գնացած վիդեոն որ նայում ես, մարդ ես ինտերնետում շոշափում է, էլի, տենում ես տակը մեր հայաստանաբարակ բնակ քույրերն ու եղբայրները գարառում են կատարում։ Գնացեք ըստեից, գնացեք ընդեից, գնացեք որ դրանք ուղղված են նիկոլականների Պրծնեն պատասխանը։ Այսինքն գրում են, ասում գնացեք ձեր այս ինչ թալանչուց, այն ինչ թալանչուց։ Ու մենք էլ որ սենց ֆռում ենք, տենում ենք որ իրականում նայեք, դա չի ասում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ ասում է քո հորքուրի տղան, մորքուրի տղան, հոպարի տղան։ Հնարավոր չի չասի։ Հնարավոր չի չասի։ Ուրեմն եթե չեն ասել, ուրեմն խելք չունեն որ չեն։ Մի վարքյան էլի կներեք, այդ ինչ հասկանում խելք չունեն որ։ Որովհետեւ փաստացի թալանը եղել։ Նախի մեկ կապած օրինակներ մի բերեք իմ հարազատներից, ես ոչ մեկ իրավունք չի տվել։ Օրինակ եմ բերում ենք հիմա չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Բայց ներողություն ձեր Ես չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Պարզ խոսում եմ, եթե ուզում ես պարզ խոսան։ Մաքուր խոսալն ես սիրում, թե պրոստը տակ ես ոնց սիրում եմ մտանց արտահայտվում եմ։ Չեք կարծում որ դա իշխանությունների կողմից, քպականների կողմից ուղղորդում են այդ կոմենտները։ Ոչ։ Բա ինչ։ Իրանց կողմից ատելություն Ես տենում եմ իմ հալալ հորքուրիս աղջիկը էտի գրել է։ Ես ոնց է տես կարամ։ Այսինքն ձեր հորքուրի, մորքուրի եւ դիմացինի հորքուրի, մորքուրին եք մեղադրում, բայց ներկայիս իշխանությունը չեք մեղադրում։ Ներկայիս իշխանություն ոչ մի իշխանության հասցեի այս պահի դուրությամբ արտահայտություն չի արվում։ Իշխանության հետ կապված իմ լեվելը չի պատկանում դրան, որ ես իշխանության հասցեին որևիցե մի արտահայտություն անեմ։ Պատկանում է հորքուրի, մորքուրի եւ դիմացինի վիրավորելով։ Ոչ վիրավորելով։ Ես կյանքում ինձ թույլ չեմ տա ոչ մի հորքուրի, ոչ մի մորքուրի Դուք ասում եք Արցախի Հանրապետության անվտանգ եւ իշխանություն ունի կառավարությունը, ուզեք թե չուզեք անուններ տալ մուրճը Պատրաստիտոլի հասցեատերը նրանք են, ինչքան էլ շարքային քաղաքացիների վրա բանտեք եւ այլն։ Հիմա դուք պատրաստում եք ճիշտ հասցեատիրոջը դիմել, ճիշտ հարցադրել։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում, եթե մենք ուզում ենք դիմենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱՑ Նույն վճռականության հարց կա։ Դուք ասում եք որ Հայաստանը կառավարության մոտ կամ նույն դատախազության մոտ ի՞նչն է նորից ձեզ կրկնեք էլի խնդրեմ։ Այն վճռականությամբ որ եկել եք այստեղ ամսի 18-ին ինչու այդ նույն վճռականությամբ չեք գնում դատախազություն, կառավարություն, հատուկ քննչական Մի քիչ ավելի ուժեղ վճռական ձևով ենք եթալու հաստատ իմացել։ Իսկ ինչով կբացատրեք այն, որ ակցիայի մասնակիցները եւս Թալանի մասնակից են։ Կոնկրետ անուններ են նշվել Յուրի Մուսայելյանը։ 24 նյուզը ստեղ է։ Ես կուզեմ օրինակ 24 նյուզին, չէ, կներեք հիմնավոր եմ խիեմ ասում, հարցն եմ էլի պատասխանում։ Նայեք, 24 նյուզը այն օրը ես տեսել եմ, որ լրատվականում գրել է, որ իմ անձամբ իմ անունը շոշափելով, որ 60 միլիոն մեղվաբուծություն, 15 միլիոն դրամ չգիտեմ ինչ, տեսեք ինչ եմ ասում, այդ տվյալ թղթաբանությունը որ տանք, այսինքն որը որ տված է արդեն, իրանք որ շեշտել են, այս պահի դուրությամբ ներդրումային հիմնադրամի սաղ ժոսկի դիսկերով, այդ գրիչ համակարգերով բոլորը, ասենք այս պահի դուրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության համ քննչական կոմիտեի ձեռին, նույնիսկ դատախազության ձեռը, եթե իմ հասցեին հենց հիմա պատասխանատու ձևով հայտարարում, եթե ինձ վերաբերյալ որևիցե մի հատ դրվագ կա, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից դատախազությունից պահանջում հրապարակել,
Հրապարակել ես պատմության ընթացքում 30 տարեկանում 30 տարվա ընթացքում մի անգամ օգտվել եմ Արցախի, ես ունեցել եմ մեծ շինարարական կազմակերպություն, բոլոր շինարարական կազմակերպությունները դե մեծամասնությունը ստացել է 10 միլիարդ, 15 միլիարդ դրամ որպեսզի աշխատեն, այսինքն փող են տվել, որ աշխատեն։ Իսկ իմ պարագայում ես ունենալով քաղաքաշինության նախարարությունից, իմ կազմակերպությունը ունենալով քաղաքաշինության նախարարությունից 70, 60, տվյալ պահին ինչքան որ կլներ 40 միլիոն դրամ ստանալու փող, այսինքն կատարողական ակտերից ներկայացած, որ պետք է գումարը ստանայի, ինձ վերևներից տեղեկացնում են, որ այս պահի դու ասում փողոց փոխանցեք, էլի Հայաստանաբանակ մեր աղբերներից ես մատերիալ եմ առել, բերել որպեսզի Ղարաբաղում օգտագործում, մարդուն օր եմ ասել, այդ փողը պետք է տամ, բառացիորեն ցես բացատրեմ, որ հասկանաք։ Այդ փողը փոխանցեք, որպեսզի սուտ դուրս չգա խոսքից։ Ասում այս պահի դուրությամբ քաղաքաշինության նախարարության բյուջեում չկա գումար։ Բայց էսա ասեմ ներդրումային հիմնադրամից մի 15 միլիոն դրամ 15 միլիոն դրամ տան, ըտից կկտրեն կփոխանցեն ընդե։ Տվել են։ Հասկանում ես։ Մի րոպե, ասեցի արդեն, անուն չեմ տալիս, տվյալ մարդը ոշում, այսօր ասենք սիտուացիան ուրիշ ձևա, մի րոպե կպատասխանեմ։ Նայեք, 15 միլիոն դրամը տալիս է, տեղը 60 միլիոն դրամը, որը որ պիտի տայի, մինչև այսօր, առ այսօր, քաղաքաշինության նախարարը հիմա վերևը նստած մեր հարգարժան պարոն Սարգսյանը, Արամ Ալեքսեևիչ, Հենա վերևը նստած ու Արցախի ներկայացուցիչը որպես պետնախարար։ Կարակ մոտիկանաք հարց ուղղեք, պատասխանը կստանաք։ Մի րոպե պրծնեք։ Իմ անձամբ իմ հասցեին, այդ ում հասցեին, որ ասել է հարցերը Յուրի Մուսայելյանը գրառումներ է կատարել, մտեք իր սոցցանցը, սոցիալական էջի եւ իր գրառումների ծանոթանաք, այն ինչ որ ինքը վերցրել է, ինքը ասում է, որ վերցրել եմ, խնդիր չկա դրա մեջ։ Ես էլ կողքից արտահայտվել եմ, եթե ուշադիր եք եղել։ Բարձրախոսը ձեռս արտահայտել եմ, ասել եմ հենց յուրայից է սկսի։ Եկես թե կայնել է, բողոքում է, ուրեմն ինքը դրան կողմ է, հենց իրանից է սկսեք, հասկանալի մարդը։ Իսկ ինչ վերաբերում է իմ մասով, նորություն մասով, խնդրում եւ պահանջում, թող հրապարակի։ Ես այն օրը շեշտեցի, ասում, ինձ, եթե խոսքը գնում է 15 միլիոն դրամի մասին, իմ ընդհանուր կապիտալի ընդհանուր եղածս մոտորապես կազմել է 100-150 միլիոն դրամի, ասենք միլիոն դրամ արժողության ունեցվածքով, sense տնով, ֆերմայով, կալոնկով, այսպես ունեի։ Այսպես ունեի։ Եթե խոսքը գնում է 15 միլիոնի մասով, ես ձեզ հավաստիացնում, իրանք 6 անգամ 15 անես, հիմնավորումն է, ես պատասխանատու ձևով հայտարարում եմ, ու ով երբ ուզենա թող զանգի կամ նույնը տաղավարից հայտարարի ու նորից եմ ասում պատասխանատու ձևով 6 անգամ 15 անես այ այդքան իրանք այսինքն պետությունը Արցախի հանրապետությունը լուծարվելուց հետո ասում փողը չկա եթե փողը չկա ին 60 միլիոն դրամը ստա ես ինձ չպետք է տանդե ինձ նամակ ունեմ գրած որ խնդրում եմ ինձ փոխանցվելի քաղաքաշինության նախարարությունում գրել եմ կոնկրետ գրառում եմ կատարել ինձ փոխանցելիք այսինչ գումարից խնդրում եմ այսքանը տրամադրել Արցախի ներդրումային հիմնադրամի այսինքն պետության մեջ կա 60 մեշոկ այս մի մեշոկից տվել են ինձ այս մի մեշոկով ուզում եմ փակեն ու պլյուս դրա տես ինչքան են գեղեցիկ դասավորել որ ես մի հատ էլ իմ ստանալի գումարս թողեմ ստից վերցնեմ 15 միլիոն դրամ, տանեմ 16 միլիոն, 17 միլիոն դրամ տոկոսը հետը, ընձնից պահեն վերցնեմ։ Այսինքն իրանց սխալ գործունեության արդյունքում եմ ես որոշ գումար կորցրել, բայց հիմա փաստացի որոշ չեմ կորցրել, ամբողջն եմ կորցրել։ Ավարտեցեք։ Իսկ ինչը վերաբերում է մնացածի մասով, այն օրը ստեից հայտարարել եմ, նույն կերպ վարվել է Արցախի հանրապետությունում եկեղեցու առաջնորդարան։ Ասեմ իմանալ, ստեից հայտարարել եմ, հիմա էլ պատասխանատու ձևով ասում, հաստեր ունեմ պայմանագրերը իմ մոտ կա, այո, վրթանես է, դատախազություն չեմ ներկայացնում, որովհետև ես ինքս սաղ կյանքս
ոչ գնացած եմ, ոչ ներկայացրած եմ, ես Բայց հիմա այդ պահանջով մի րոպե պրծնեմ։ Մի րոպե պրծնեմ։ Պայքարողը ես չեմ, ես բացատրում եմ, որ պայքարողը դու ես։ Հիմա դուք Բայց հայտարարություն հանցագործության մասին հայտարարություն եք անում, Չէ, ճիշտ հասկացա։ Ձեզ չեմ ասում, Սարգսյան, երկու օր ես առաջ բացատրում եմ պատասխանատուն, պայքարողը դու ես։ Գնա, քեզ մերժել են, մենք էլ գանք։ Պարոն Սարգսյան, ապրիլի 18-ի ցույցին դուք բարձրացել եք այս դարպասակեք եւ այլն, այսօր դարպասները լեն ու գոլ բացած եւ դες բացատրում են, որ դրանից առաջ էլ է բաց եղել, դուք հանգիստ կարողացել եք մտնել, նեմ ինչի համար էր այդ ամենը, դες մեղադրում են, ասում են շոու էին ուզում սարքեին, շոու ստացան եւ այլն, այդ նպատակով ուներ ու զղջացել եք, որ այդ ճանապարհով եք Ուր եթե տակ է։ ձեր տուն։ Ուր եթե տակ։ Շակալներն են դες բաներ ասել։ Ով ասելա, որ ուզեցել ենք շոու անել, ինքը առնվազն շակալ։ Բա ինչի համար եք անում, ինչ եք ուզում կոտրել։ Որովհետև դուրը փակեր իմ դեմս։ Այսօր էլ փակել եմ, Պարոն Սարգսյան, երբ եկել եք ձեզ ընդունել են, բայց մի այսպիսի հարց, հա, երբ ձեզ նայեցիք, արդյոք ամոթ չզգացիք եւ արդյոք բարոյական էր ձեր ամոթ զգացի այն սիտուացիոն, որ ասում են ձեսի ձեր տունն է, բայց մեր տան դուրը մեր դեմը փակել է։ Բայց որպես հյուր Ոչ, ճիշտ մոտեցել։ իհարկե ոչ, մյուս անգամ էլ պատրաստում, եթե այս դուրը մեր դեմը փակվի, մյուս անգամ էլ պատրաստում նույն մոտիկացումը ցույց տամ։ Դուք ասում եք Դավիթ, դուք ասում եք ասում եք ոտերը սկուտեն, բայց չեմ փակել դուռը մեր Դες չեմ ասել, ճիշտ է։ Այդպես եք հայտարարել։ Ասում տես չեմ ասել։ Ջերուջղայնացել Ասամ ոտերը սկուտի մեկը իմ տան դուրը իմ դեմը կփակի։ նույն բանը չի։ դե նույնը։ Ոչ։ Դուք ասում եք դատախազություն չեք ժամանակ ես դες հարց տվեցի։ Ձեզ հարց տվեցի, ինչու եք այս ակցիան կազմակերպում այն ժամանակ, երբ նախագահին մնացել է 1 ամիս ժամկետ, մայիսի 21-ին ավարտվում է, եւ սահմանադրություն են փոխել, դուք ասացիք, որ մեր նպատակը դա չէ, որևէ կերպ չի առնչվում այս ակցիան։ Սակայն րոպեներ անց դուք հենց այս հատվածում հայտարարեցիք, որ առանց մեզ զգուշացնելու սահմանադրական փոփոխություններ են կատարում եւ այլն, այսինքն վերադարձակ իմ հնչեցրած հարցին։ Կներեք ձեզ էլ հակասեմ, ես այդպես չասեցի, ասեցի մենք ինքներս կողմ ենք ձեր կայացրած որոշումին, բայց մեզ հաշվի առեք։ Իսկ եթե Այսինքն ես ընտրել եմ Արցախի, դուք ընտրել եք պատգամավորներ, ես եղել եմ Արցախում եղել եմ Արայիկ Հարությունյանի կոնկրետ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Հենց հիմա նորից եմ պատասխանատու ձևով հայտարարում։ Ասենք ընթացքը այն ինչը բերել է, տեսել ենք ինչ ա եղել, հարց է։ Ես առաջի անգամ քաղաքականության մեջ եղել եմ, ու ես առաջի անգամ եղել եմ, որ սատարել եմ Արայիկ Հարությունյանին։ Հիմա խնդիր կա, եկել ենք ստե մարդը որոշում է կայացնում, մարդիկ ավելի շուտ պատգամավորները որոշում են կայացնում։ Սահմանադրության, այո, սահմանադրության կետ են փոխում։ Մեր ընտրած խորհրդարանը մի հատ որոշում էլ է կայացրել։ Ու այդ կայացված որոշման արդյունքում մենք բռնի տեղահանվել ենք ու այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ամբողջ այս բռնատեղահանումը Արցախի բռնազավթումը կապում եք այդ որոշման հետ։ Ամեն ինչը կապված է դրա հետ, չեմ Ձեր ասում։ թիմակիցները համաձայն են ձեր այս պնդմանը։ Անպայման։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հիմա եթե Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին, ճանաչելով Ադրբեջանի մաս։ Հիմա դուք այստեղ Հայաստանի իշխանություններից ո՞նց եք Արցախի անվտանգության երաշխիքներ պահանջում, ընդհանրապես ինչ եք պահանջում։ Այսինքն ոնց է Հայաստանի Հանրապետությունը ինչ եք պահանջում։ Այդ սահմանադրության մի կետը արդեն խախտել են, Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Իրանք Արցախի Հանրապետություն չեն ճանաչում որպես այդպես։ Այդպես ինչ։ Իրանք չեն ասում Արցախ, ասում են Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանում է։ Ըստ իրենց։ Ու փակում են այդ հարցը։ Ուրեմն սենց կարամ։ Ես նորից եմ ասում, իմ լեվելը չի պատկանում նրան, որ ես անհրադառնամ անվտանգային հարցերին, որ ես անհրադառնամ թե ինչ բանակցություններ ա գնացել։ Բանագնացները ովքեր եղել են տվյալ հարցերը, ուղղում եք բանագնացներին։ Չէ, բանագնացները ձեր կողմից թե Հայաստանի կողմից։ Մեր կողմից էլ Հայաստանի Հանրապետության, այսինքն մերը ձերը, տենում ես նայ, դու ինքդ լրագրող հալով, ասում ես մերը, ձերը լրագրող հալով։ Հա, լրագրող չես դու։ Հա, բայց նախ լրագրող հալով Վահյան։ Վայ ջան։ Որպես լրագրող։ Ասում ես մեր, հա, թե ձեր։ Այսինքն ասում ես Արցախի իշխանությանն ես մեղադրում թե Հայաստանի։ Հա, Արցախը ձեր իշխանությունը։ Իմ համար խնդիրը մեր ու ձերն է։ Բա մեր ու ձերը որն է, այսինքն Հայաստանը Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանությունն է, Արցախը մերն է, որն է ձեր իշխանությունը։ Մեկ նախագահի ներողություն, դուք այլ տեխնացու։ Մայիսի 21-ին
Արցախի հանրապետության, այ կարակ դրանցից խոսակ։ Մենք մենակ այդ չենք քննարկել։ Մենակ չենք քննարկել ոնց է կետրում դատախազությունը։ Մենք քննարկել ենք ընդհանուր ինչ որ պետք է կատարվի, ինչ process լինելու է, այս մոտակա ժամանակահատվածում ամիս ու կես վեր կանցու ընթացքում այդ ենք քննարկել ու եկել ենք այն եզրահանգման, որ մենք ուզենք չուզենք սրան խառնվելու է։ Մենք մեր կարծիքը արտահայտելու ենք։ Իսկ ես այն օրը ստեից գնալուց հետո հանրային ձևով հայտարարում, ասամ մայիսի 21-ին մենք ստեից մեր կարծիքը արտահայտել ենք։ Ոյնվաղ կհասկանանք ով է։ Դեմ եք Շահրամանյանի թեկնածությանը նախագահի։ Մենք դեմ ենք այս պահին ընդհանրապես թեկնածությանը։ Իսկ ինչու նշում են, որ Արցախի Կողմ ենք նրան, որ ով այս պահին կա, Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 10-ից, ես ինչքան գիտեմ, նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ձեռը դրել է սահմանադրությանը, երթվել, որ տերակայնելու է ժողովրդին։ Ես չկոտորեցին դուրս եկան մարդիկ անվտանգ։ Հարց չկա, համաձայն եմ, բայց մենք ըտեից կատարում է որոշակի։ Մենք ըտեից արդեն եթե մենք չենք գտնվում մեր հանրապետությունը, մեր Արցախում չենք գտնվում, ես ինքս այն կարծիքին եմ, որ պիտի քննարկվի այդ հարցը։ Այսինքն պետք է լուծարվի այդ Արցախի նախագահի։ Ոչ մեկ չի ասում լուծարվի, ոչ մեկ չի ասում։ Նա այսինքն շարունակեն դուրս չլինեն։ Մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը անձամբ ինձանից երբել ուզեք մոտակա մի 20 օրից հետո մոտավոր։ Դուք գոհ եք Շահրամանյանի գործունեությունից, որպես նախագահ ինչ որ անում են։ Գոհ եք իրենից։ Մենք այս պահի դուրությամբ տենում ենք, որ իր գործունեությունը կասեցված է։ Կասեցված ում կողմից։ Թե ում կողմից չեմ կարող ասեմ, որովհետև եթե արտահայտվեն պատասխանը պետք է տան, պատասխանը ինչ չունի։ Հայաստանի իշխանություններն են դա։ Չգիտեմ ասում, Շատ պատասխանը լավ, իսկ ով կարող է կասեցնել Արցախի նախագահի, ով ի պաշտոն է, ի կոչում, չգիտեմ, կոչումով, ով կարող է կասեցնել ձեր կարծիքով։ Դուք ունեք Իմ կարծիքով կարող կասեցնի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, իմ կարծիքով կարող կասեցնի Դոնալդ Թրամփը, իմ կարծիքով կարող կասեցնի Ֆրանսիայի նախագահը, ես ինչ իմանամ։ Սահմանադրությունը պիտի Հիմա բոլորը արդեն նախագահի լիազորություն սահմանադրությամբ են։ Վարչապետից Հայաստանի։ Չի բացառում, որ կարող կասեցնի նաև վարչապետը բառացիորեն հայտարարում է, լսեք, վարչապետը բառացիորեն հայտարարում է, ասում է պետության մեջ պետություն չի լինելու։ Հիմա ես չգիտեմ այդ մարդը ասենք ես ոչ էդի վեր եմ լուծել, ոչ դատել եմ, ոչ քննադատել եմ։ Հիմա չի մի վարքյան հարցիդ պատասխանեմ։ Ոչ թե համաձայն եմ, այլ սպասում հետագա քննարկումների լայն, այն ինչ որ պետք է կատարվի, որպեսզի հասկանանք, ասենք իրականում Հայաստանի կառավարությունը դեմ է նրան, որ էսի լինի, թե չէ, ես այս բանը չեմ կարող կարծիք արտահայտեմ, որովհետև երկկողմանի հարց կա։ Ես ինքս համոզված եմ այն ամենի մեջ, ինչը որ ինձ ասում է իմ հարազատս, իմ ընկերս։ Այսինքն, ինձ հարազատ մարդ ունեմ, ասում է Արցախի հանրապետության նախագահը չի դիմել վարչապետին, որ գրավոր չի դիմել վարչապետին, որ ինձ ընդունեն նստենք խոսանք։ Ես դրան հավատում եմ։ Իսկ Արցախի հանրապետության նախագահ մի վարքյան։ Իսկ Արցախ, սպասեք ասեք։ Իսկ Արցախի հանրապետություն, ինչ է։ Ճիշտ ասած չհասկացա, հարազատ մարդ չի դիմել որ խոսի։ Արցախի հանրապետության նախագահան չի դիմել գրավոր ոնց որ կարգ կա։ Իսկ ով է ձեզ այդ մասին։ Իսկ իրեն կարող են հանդիպում նշանակել, չէ՞, Հայաստանի իշխանությունները կարող են։ Գուցե պատահական ինչ-որ անձամբ ինձ պետք է նշանակել, այլ մենք չպետք է իրեն դիմենք։ Դե դուք եկել եք բռնի տեղահանվել եք, եկել հասել եք Հայաստան։ Դες ինչ եմ ասում, տպավորությունն ես մի ստեղծեք, չեմ թողում, տպավորությունն ես մի ստեղծեք։ Այսինքն որ հիմա դուք եք խոսում չեք հարցնա։ Մենք ինչ որ մեկի թեզը պաշտպանում ենք։ Կարաս չթողաս։ Ես քեզ կարացել եմ չթողաս։ Դու չես կարող ինձ չթողնես, ես հարց եմ տալիս, բարի նորմալ պատասխան։ Իվարկյան Ռեքսիմե ջան, հարց եմ տալիս, բարի կոռեկտ պատասխանեք։ Կարաս չթողաս, ես կարացեմ չեք կարա։ Ինձ լրացող չի եղել, ես մեկ։ Երկրորդը հարց եմ տալիս։ Հայաստանի կառավարությունը, երբ որ դուք եկել եք Հայաստան, բռնի տեղահանվել եք, իրենց կողմից Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, Հայաստանի կառավարությունը տրամաբանական չէ, որ պետք է ձեզ ընդուներ, Արցախի նախագահին ընդուներ, ասել հարգելիս, արի մի տեսնենք, ինչ խնդիր ունենք, ինչով կառավարությունը չի ընդունել մեզ։ Շահրամանյանի նկատի ունեմ։ Շահրամանյանի նկատի ունեմ։ Մեզ եմ, ես եմ տալիս Շահրամանյանի նկատի։ Գնացեք Շահրամանյանը տրամաբանական չի որ ինքը պետք է կաբինետում նա իրան տվել։ Ներողություն եւս կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Մի հատ էլ կրկնեք։ Դուք թելում եք Նիկոլ Փաշինյանի։ Մի հատ էլ կրկնեք, էլի խնդրում եմ։ Ձեզ անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Որ ինչպես եք հակադարձում կամ որն է ձեր կապը։ Մենք հակադարձել ենք տվյալ մարդիկ, ովքեր մեզ կապել են որևիցե
ուժի հետ մենք կոմենտարիաներում գրել ենք այդ տվյալ մարդու papan այսինչ էսիշ մարդն է այդ տվյալ մարդու մաման այսինչ էսիշ մարդն է հասկանում Բայց դուք նշեցիք, որ Արայք Հարությունյանի թիմակիցն եք եղել։ Իսկ եւս մեկ հարց, հա։ Այսինքն ձեր հետևում Այսինքն հարցի պատասխանից, որ ես ասում եմ մեզ որևիցե ուժի հետ կապողին մենք վիրավորել ենք ամենավերջի կարգին։ Դուք եք ինքներդ կապել ոչ մեկ չի կարացել, գա ասի խի եք տենց արել։ Իսկ ինչով եք բացատրում այն գրարման տակը այս սենց գրարում կատարել։ Կարակ մտնեք նայեք ու սաղ տեսել են, սաղ գիտեն։ Մարդիկ գրարումները կատարել են բուկվալնի մի րոպե հետո ջնջել։ Պարոն Սարգսյան 2020 թվականից հետո հայոյել այդ կարծիքի համար, այսինքն այդ փողոցային պայմաններով առաջնորդել ասելով որ sense հարց եմ տալիս Նիվարյան, այսինքն որ կարծիք են հայտնում մարդիկ ինչ որ բան է, կարող է ինչ որ բան տեսել են, որ չէ, ինչ որ մարդկանց հետ են կապում։ Պարոն Սարգսյան 2020 թվականից հետո Արտուր Օսիպովը ուղիղ եթերով հայտարարեց, որ եթե Ղարաբաղի տղաները փախել են, ապա Աննա Հակոբյանը Էրատո ջոկատով եկել եւ Արցախն է պաշտպանել։ Ինչպես եք սա բացատրում։ Բացատրում եմ այսպես Արցախի, այսինքն ձեր պատկերացրածը, ձեր ասածածը վերաբերում է նրան, որ Արտուր Օսիպյանը Աննա Հակոբյանի թեզն է պաշտպանել, թե ոնց։ Դուք մեկնաբան եք, փորձեք դուք մեկնաբան եմ իր ասածը, մեկնաբան եմ իր ասածը, փաստացի Արցախի հանրապետությունից մեծ մասը, ասենք իրականում մեծ մասը փախել է Աննա Հակոբյանը գտնվել է Արցախի հանրապետությունում։ Թե ինքը ինչի համար է եկել, ինչ գործունեություն է ծավալել։ Չեմ կարող ես դա մեկնաբանել։ Տեղյակ չեմ։ Ընդ չեմ եղել, ես եղել եմ 146 մարտական դիրքում, իսկ որ ասում ես ովքեր են փախել։ Սև ջիպեր են փախել, падգամավորների, նախարարների, մինիստրների տղերքն են փախել։ Ներողություն, падգամավոր ով ասե կռվել է։ Մեկնաբանել եմ, որ ես չգիտեմ ինքն դե ինչ է, ես ինչ իմանամ Աննա Հակոբյանն դե ինչ է։ Պարոն Սարգսյան, падգամավոր Արեգ Ավագյանի որդին կամավոր գնացել, կռվել եւ զոհվել է Արտյոմ Ավագյանը։ Դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, լսեք, դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, Facebook-յան սոցիալական էջում հայտարարություն եմ տարածել։ Ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, Արցախի հանրապետության ժողովրդից։ Ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, նշել, որ պատասխանատուները իրանք են, իսկ դրանից հետո գրարման մեջ նշել են, որ բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավագյանի։ Կարակ մտնեք, տենագրարումը, եթե խոսքը վերաբերում է իրանց, ես էլ պարզ բառացիորեն ասում, բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավագյանի, որովհետև մի վարքյան պրծնեմ, որովհետև տվյալ ազնվորությանը Արեգ Ավագյանի, այսինքն իր տղան իմ թե ծառայակից, թե մարտական, համ ընկերն է եղել, առաջի անգամ Մարտունի երկրորդ զորամասում անձամբ ես ու ինքն եմ, երևի առաջի մարդը, որ բարևել է Արտյոմ Ավագյանը, այդ զորամասում ես եմ եղել իր հետ ու առաջի օգնությունը անծանոթ զինվոր, որ մտել է զորամաս, առաջի օգնությունը իմ կողմից ես էլ որպես ընդ հին ձեմբել ծառայող ես եմ ցուցաբերել ու ինքը ասենք իրականում հերոս ազնվորություն է, որը որ մի վարքյան առած մտածել, լինելով падգամավորի տղա, սաղ ամբողջ Ստեփանակերտով մեկ հարգանք վայելող անձ, առած մի վարքյան տարտանջալ գնացել է Ֆիզուլի, ինքը Մարտունի երկրորդից հետո տեղափոխվել էր Ֆիզուլի։ Ես Ֆիզուլիի իմել եմ իր զինվորական ծառայության ժամանակ հանդիպել եմ։ Գնացել է Ֆիզուլի իր ծառայած զորամասում միանգամից անցել թե հարձակման, թե պաշտպանության եւ առաջի հստակ չեմ հիշում թոներողն կամ թե երկրորդ օրը Արտյոմ Ավագյանը զոհվել է։ Իշխանության թեզերին, որ արցախցիները չեն կռվել, դուք ո՞նց եք վերաբերվում։ Ո՞նց է գեներացնում այդ հակարծիքը։ Ես կառավարության շենքի մոտից մեկնաբանել եմ այդ տվյալը, ասելով որ ձեզ եմ ասել երևի ABC առաջի անգամ ձեզ եմ հաղորդում տվել, ասել եմ որ այն մարդը, որ ասում արցախցի չի կռվել, ինքը առնվազն դալատ է։ Բայց նոր դուք էլ եք ասում։ Բայց այն որ արցախցին փախել է, էտել է եղել։ Խի եք շղթում, խի չեք ուզում իրականությունը։ Մեր գյուղից, լսեք ասե, եթե տեղեկություն չունեք, դուք մենակ Հայաստանի Հանրապետությունը կանայք եւ աղջիկների տարբերակը չեք ուզում այդ հարցը մեկնաբանել, որ ժողովուրդը ավելի լայն ձև հասկանան այս իրականությունը տենա։ Դուք ձեր կարծիքով եթե մեր գյուղի մոբը ռեսուրսում կար 40
երիտասարդ, մինչև 45 տարեկաններ, 50 տարեկաններ, Քիչ առաջ նշում եք, որ անվտանգային եթե մոբ հարցերին իրավասություն ռեսուրսում չունեք կար պատասխան։ 40-45 հոգի, որը որ մոբ ռեսուրսը հավաքման ժամանակ պետք է թա դիրքեր։ Հավաքում է 45 հոգին, բայց դրանից հետո հասկանում ենք, որ մենք ամենքս մեր դիրքում, բայց այդ 45 հոգուց արդեն 33-ը Քալբաջարի տամոժնին անցել Հայաստանում է, դա ինչ չէ որ Հայաստանի Հանրապետության իշխանության թերացումներ չի։ Իշխանության թերացումներ կա։ Այն տամոժնին պետք է փակեի, որ ոչ մեկ չկարանար ընդդեմ մտնել ստե։ Որպեսզի այսօր մեզ չասեին, որ եկել փախել եկել էիք ստե։ Լավ, պարոն Իսկ Սարգսյան, ինչը վերաբերում է այդ թալանի մասը, կոնկրետ մեր ամենագլխավոր թեման այդ է եղել։ Ինչը վերաբերում է թալանի մասը, քննարկված է։ Այս ամեն ինչը կատարում է նրա համար, որ նորից եմ ասում, մեր ստեի քույր եղբայրները, ծնողները, մեր տուժածանձիկ էլ չկրկնեն այն թեզը, որ ստե ինչ կա չկա ձեռնա։ Ումը որ կա թող պատասխան տա։ Հիմա ո՞նց է վերաբերում դրան, որ 40 պլյուս 10000 այդ սոցիալական աջակցությունը փոխում են, կրճատում են, էլ անչենան։ Այսինքն Դե իրանք փոփոխություն մտցրեցին, չէ՞, վրանը որ տեղադրել էին ու մեծ հանրահավաք արեցին։ տենում է որ կառավարությունը ուզում է ընդառաջ արցախցիների։ Եթե նորից 2 ամսով ընդամենը դա Ոչ, ընդառաջ է։ չեն ասել 2 ամսով, ասում է ընդառաջ ենք Բայց դուք խմբեր ձևավորեք հանդիպմանը չեք եղել։ մի վարքյան։ Դա Հանդիպմանը Արցախի չեմ եղել, բայց խորհրդի խորհրդի Այո։ առաջարկը չի եղել։ Խորհուրդը առաջարկը որ անում էլ է, խորհուրդը առաջարկը որ անում է, որոշում կայացնող Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Դա պարզ է։ Նույն կառավարություն ասում է Արցախի էջը փակված է։ Դուք հաշտեք այդ հայտարարություններին։ Արցախի էջը փակելուն հաշտ չեմ, այդ հստակ է մեր դիրքորոշումը, բայց կա նաև մի հատ գլխավոր հարց, որ դա պետք է հասկանաս։ Այսօր ասում ենք անենք, ստեղծենք, ասենք, պահենք Արցախը, یا պետք է օգնենք պահենք։ Я էլ եմ այս թեմաներից արդեն ասենք, ինչքան ես խոսամ, այնքան մնալու ենք խոսալուց։ Փաթեթ Մեն որ շարունակվի, թե Դե ուզում եմ, որ չշարունակվի։ պատրաստ եմ։ Հիմա սպասում ենք մայիսին, էլի։ Ադրբեջանի կազմում է Արցախը, մերը չի։ Այդ ամեն ինչի մասին տեղյակ ենք, ուղղակի այդ հարցերով չենք եկել այսօր ստե։ Ոնց պիտի օգնեն որ Արցախը Ասկա ուրիշ։ Նշել եք, որ Արդյունքում- անվտանգային հարցերով դուք այստեղ չեք պատասխանելու, բայց հայտարարություններ արեցիք Որոշ Արցախի մասը պատերազմի մոբ մասով։ ռեսուրսի մասին է խոսք գնացել, ասում եք ով է փախել, ասում սև ջիպեր են մտել Հայաստան, իրանք են փախել։ Հիմա ԿՊԱ-ը- Դե հիմա Կարամ տեղեկացնեմ ձեզ պատգամավորները, որ Կարամ տեղեկացնեմ ձեզ հետևյալը, կարամ տեղեկացնեմ ձեզ հետևյալը, որ ստե ովքեր որ եկել են պայքարի, այսօր ովքեր որ նախագահի հետ հանդիպում են ունեցել, ոչ մի հոգի դիրքից չի բացակայել։ Ու մեծամասամբ զոհվածի ընտանիքներ են, ովքեր որ ներկա են եղել նախագահի հետ հանդիպման։